177 օր կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունի, հայտարարել է Գործարարի պաշտպանական խումբը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը պնդել է, որ քննչականն ու դատախազությունը գործում են համատեղ եւ չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե Սամվել Կարապետյանն ինչու պետք է լինի կալանավորված։ Փաստաբանները շեշտում են Կարապետյանի գործով տեղի է ունենում օրենքի եւ իրավունքի փաստացի ոչնչացում։ Բացառապես շինծու եւ մեղադրական թեկումով ապացույցներ։ Ու այն հարցադրմանը, որ օրինակ բայ այս մարդուն ինչի չեք հարցակրնել, այն մարդուն ինչի չեք հարցակրնել, մեզ տրվող պատասխանը շատ ուղիղ է ու դիպուկ։ Չենք հարցակրնել, որովհետեւ մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է իօգուտ ձեզ է ցուցմունք տալու։ Մենք ինչի անունները կտամ հենց հիմա այդ հայտարարությունն արել է հենց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը, որը ես իմ խորին համոզմամբ դա դուրս է վերջինիս լիազորությունների սահմաններից եւ նա նման կերպ քրեական գործ վարելու իրավասություն պարզապես չունի։ Խուզարկել են լեզվաբան փորձագետի տունը, որը ասել է Սամվել Կարապետյանի խոսքում կոչ, առավել եւս բռնության կոչ չկա։ Ազգային բարերարի պաշտպանական խմբի անդամ Արշակ Վարդենյանի համար նախ զարմանալի է այն, որ դատավորը խուզարկության կատարելու միջնորդությունը բավարարել է։ Քննիչները ենթադրել են, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանին մյուս փորձագետների տվյալները լեզվաբան փորձագետն է տվել։ Բացի այդ կանխորոշել է նաև մյուս հայտնի փորձագետների տված փորձագիտական կարծիքները։ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները իրականացվում են հեծը խլելու գործընթացին զուգահեռ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը ընդգծել է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է։ Սահմանադրական դատարանում քննության առկա կարգավորումներով պետք է բանակցություններ լինեն փոխհատուցման վերաբերյալ։ Վարդևանյանին զարմացրել այն հանգամանքը, թե ինչպես է հնարավոր մարդու հետ բանակցել, երբ վերջինս ապօրինի կալանավորված է։ Սամվել Կարապետյանի դիրքորոշումը հստակ է։ Նրա հստակ դիրքորոշումը արտահայտվել է 2025 թվականի հուլիսի 4-ի ուղերձում, որտեղ հստակ նշել է, որ իշխանությունը ոտնձգություն է իրականացնում մայրաթորի նկատմամբ։ Վարդևանյանը նշել է, որ իրենք դիմում են ներկայացրել, որ քննությունը իրականացվի բանավոր ընթացակարգով, սակայն Սահմանադրական դատարանը մերժել է նշված միջնորդությունը։ Հայաստանցիների 54%-ը դրական է գնահատում Սամվել Կարապետյանի գործունեությունը, հարցման տվյալները հրապարակել է Gallup International-ը։ Հեռախոսային հարցումներին մասնակցած 1001 քաղաքացիների 64.9%-ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ։ Հնարավոր է։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի եւ Մերձևով շարժման միջև սուր բանավեճ է ծավալվել։ Առիթը նախարարի գրառումն էր, որով նա փորձել էր հակադարձել Մերձևով շարժման պետական պարտքի մասին տեսանյութին, համեմատականներ անցկացնելով հեծի պարտքային բեռի հետ։ Նախարար Հովհաննիսյանը հայտարարել էր, թե հեծի պարտքը կազմում է հասույթի 75%-ը եւ սպառողների վճարած հոսանքի գումարի մի մասն ուղղվում է այդ պարտքի սպասարկմանը։ Տնտեսագետ Մերձևով շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը պետական եւ մասնավոր պարտքերի համեմատությունը որակել է անհեթեթ, նշելով, որ հեծը պարտքային միջոցներով առողջացրել է ընկերությունը, ինչի ապացույցը պետական պարտքից ավելի բարձր վարկանիշն է։ Հեծի վերահսկողական կոմիտեն նախարարին հիշեցրել է, որ ընկերության վերացրած վարկերը եւ տոկոսները վճարում է սեփականատերը իր միջոցներից եւ դա չի ազդում սակագնի վրա։ Հայաստանի պետական պարտքը հասնում է 5.4 տրիլիոն դրամի, մոտ 14 միլիարդ դոլարի, որն ի տարբերություն մասնավոր բիզնեսի պարտքի ամբողջությամբ վճարում են Հայաստանի քաղաքացիները։ Խաղաղություն եւ վստահություն միջազգային համաժողովին մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նախագահները, Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարները։ Համաժողովի օրակարգում գլոբալ անվտանգության եւ կայունության ապահովումն է։ Առաջնորդները քննարկում են նաեւ տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես Հյուսիս-Հարավ եւ Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքների զարգացման հեռանկարները։ Կիրակի օրը դեկտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետը հայտնել է այս կիրակի Մեծամորի Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագին։ Հայաստանի վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային դրական է գնահատել իր ադրբեջանցի գործընկերոջ վերջին քայլը՝ ռուսական եւ ղազախական ցորենի բեռները Ադրբեջանով անցնելու թույլտվության համար։ Хочу поприветствовать решение президента Азербайджанской республики по разблокировке транзита для Грузии. Ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ուղղվող բեռների տարանցման ապաշրջափակման վերաբերյալ։ Սա նշանակալի ձեռքբերումներից մեկն է մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման շրջանակներում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Գաբալայում կայացած հանդիպման ընթացքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ քննարկել է Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի հնարավոր արտահանման հարցը։ Գների, ծավալների եւ ներմուծմամբ զբաղվող ընկերությունների վերաբերյալ Ազատության հետ զրույցում Գրիգորյանը մանրամասներ չի ներկայացրել, նշելով, որ հետագա գործընթացը կլինի մասնավոր ընկերությունների միջև, իսկ հնարավոր պայմանները շուկայական։ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության ընթացքում քննիչները կոտրել են չերկիզվող պահարանը փրկարարների օգնությամբ։ Փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կոտրված պահարանի միջից հայտնաբերել են միայն Ազատ Արցախ հանրապետական թերթի մեկ օրինակ։ Արդեն 2 օր է, ինչ ուկրաինական ԱԹՍ-ները ինտենսիվ հարձակվում են Ռուսաստանի վրա։ Տվերի մարզում բնակելի շենքի վրա գիշերային հարձակում է եղել, ինչի հետևանքով 7 մարդ է տուժել, այդ թվում 1 երեխա։ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում չվերտները ժամանակավորապես սահմանափակվել են, իսկ Սանկտ Պետերբուրգ քաղաքում երկրորդ օրն է խափանվել է բջջային ինտերնետի աշխատանքը, ինչը հանգեցրել է զանգվածային բողոքի։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հաստատել է, որ առաջիկա գագաթնաժողովում Սլովակիան չի աջակցի Եվրահանձնաժողովի առաջարկներին Ուկրաինային 2026-27 թվականներին ֆինանսավորելու վերաբերյալ։ Ֆիցոն նշել է, որ հաստատակամ են իրենց դիրքորոշման մեջ եւ վաղուց են հայտարարել, որ Ուկրաինայում հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նրա բնորոշմամբ պատերազմի շարունակությունը մարդկանց անիմաստ սպանություն է եւ Սլովակիան չի ցանկանում նպաստել նման լայնածավալ ռազմական աջակցությանը։ Եվրամիության նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է միջամտի եվրոպական ժողովրդավարությանը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը Պոլիտիկո պարբերականին տված հարցազրույցում Եվրոպան անվանել էր երկրների փտող խումբ, որոնք գլխավորում են թույլ մարդիկ։ Бажаю здоров'я, шановні українці України. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնարավոր է համարել Ուկրաինայի տարածքների հարցով հանրաքվեի անցկացումը։ Նա մանրամասներ չի հայտնել, բայց հաստատել է ԱՄՆ-ի պահանջը, ըստ որի անհրաժեշտ է դուրս բերել Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասից եւ խաղաղության ծրագրի շրջանակում այնտեղ ստեղծել ապառազմականացված գոտի։ Ի պատասխան Զելենսկու հայտարարությանը Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը շեշտել է, որ Ուկրաինայի նախագահը հանրաքվե անցկացնելու միտումով արհեստականորեն փորձում է ձգել խաղաղության համաձայնագիր ստորագրելու գործընթացը։ Իսպանական քամիները դժվարություն են առաջացրել ֆրանսիական Paris Saint-Germain ֆուտբոլային ակումբը տեղափոխող ինքնաթիռի համար։ Կադրերում երևում է, թե ինչպես է քամին խոչընդոտում վայրեջքը։ Հմուտ օդաչուների շնորհիվ օդանավը բարեհաջող իջել է Բիլբաոյի օդանավակայան։ Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է եղել, որի հետևանքով տուժել է 6 մարդ։ Պայթյունի պատճառը եղել է գազատարը։ Ամերիկյան Time ամսագիրը տարվա մարդ է անվանել արհեստական բանականության ստեղծողներին, որոնք ներկայացված են որպես ճարտարապետներ։ Նրանց թվում են XAI-ի գործադիր տնօրեն, աշխարհի ամենահարուստ մարդ Իլոն Մասկը, Մետայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը։ Ամերիկացի рэփեր Snoop Dogg-ը նշանակվել է 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ։ Այն կամավորական պաշտոն է եւ նախատեսված է մրցումներից դուրս ամերիկացի մարզիկներին աջակցելու եւ ոգեշնչելու համար։ Snoop Dogg-ը 2024 թվականին աշխատել էր որպես լրագրող Փարիզում կայացած ամառային խաղերում։ Рэփերը արժանացել է 2 Emmy մրցանակի օլիմպիական խաղերի լուսաբանման համար։